Միքայել arczepiskopos Աճապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանքի մեջ չէին, իրենց կալանավորումն էլ պատահական չէ, իրենք մեր եկեղեցու են նվիրյալ եպիսկոպոսներն ու arczepiskoposներն են, որոնց նաև եպիսկոպոսների, arczepiskoposների մի մասի համար ամուր պատվար էին, նաև իշխանությունների հակաեկեղեցական բռնաճնշումներին, որ գիտենք, սա մակերեսային երևույթ չի, այս երևույթը ուղղորդվում է Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից եւ այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելն է։ Մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքի թեմակալ առաջնորդները, եթե անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը ձերբակալվի, Սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, առավել ասեմ Հայաստանում եղող քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին։ Այդ թվում ես որպես եկեղեցական, եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երբևիցե դրածո կլինի իշխանությունների կողմից, որևէ կերպ իրեն չենք կներեք, որևէ կերպով նման դրածոյի պատրաստ չենք ենթարկվելու։ Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվու բանտում լինելու պայմաններում խաղաղություն, անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության եւ առավել եւս իշխանությունների հակասահմանադրական միջամտության։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր կառավարությունում այս եպիսկոպոս եւ arczepiskoposները ընդունում, իհարկե ոչ։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինքը որպես շարքային հավատացյալ է մատնիչ դավաճան Ստեփան Ասատրյանին դեռևս Հովանավանքում թույլ տալիս, որ ինքն իր ավճությամբ չներեցին այդ շանսը, չտվեցին, ինչպես օրինակ մեքենաներ ունեցված իրեն տվել են այդ շանսը, մեր խնդրանքից հետո, երբ որ խնդրել ենք թեմակալ առաջնորդի, այո, անձամբ ես գրավոր կերպով Սրբազան հորը խնդրել եմ, որովհետև բացի Սրբազան հոր անունը չի հիշատակելուց, նաև Վեհափառ Հայրապետի անունը չի հիշատակել, անձամբ ես եմ քահանաներից եղել մեկը, որ գրավոր կերպով Սրբազան հորը խնդրել ենք, որ իր հարցը կարգապահական ներկայացնի, Սրբազան հայրը ժամանակ է խնդրել մեզանից, ասելով, որ հանձնախումբ կձևավորի, 3 հոգևորականներ հանդիպել են իր հետ, խոսել են, բանակցել են, որպեսզի իրեն հնարավորություն տան եկեղեցի վերադառնալու, ինքը ասել է արդեն ուշ է, չեմ կարող վերադառնալ, ավել ասեմ նույն իրավիճակում է Ստեփան Ասատրյան։ Այսօր ինքը ազատ իրեն չի զգում, ազատ չի շփվում, իր տանը ոստիկանական հսկողություն կա, իր վրա էլ վստահաբար նյութեր ունեն։